էլ Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունները փորձում են ամեն ինչ երկարացնել, որպեսզի կարողանան իրենք պաշտպանվել։ Որպեսզի դրական գործողությունները դրան են միտված, բայց իրականում բուն հարցի լուծումը այս պահին ես կարծում եմ տեղի չի ունեցել, որովհետև հետաձգումներով միևնույն է, պետք է հստակ քաղաքականություն մշակվի, որպեսզի տնտեսվարողների համար մատչելի լինի իրենց ապագա գործունեության ծավալումը կանխատեսումը։ Այսօր կարծում եմ կլինի խորհրդատվություն եւ ընդդիմադիր ուժերը, ով ընդդիմադիր է, ուզում է փոփոխություն, ժողովրդի շահը պաշտպանի կբարձրացնի այդ հարցը։ Արտահերտ միշտ հրավիրելու հարց կբարձրացնի։ Այո։ Իսկ կներեք ոչ դրական քայլ համարում եւ ձևականորեն համարում կառավարության որոշումը մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել է։ Իշխանությունը, պարոն Սարգսյանը, պարոն Աբրահամյանը կառավարությունը դրանք դե ֆակտո իշխանություններ են, իրավական չեն, լեգիտիմ չեն, բայց մեր համակարգացիները ուզում են արժանավայել կյանք ապրել սեփական հայրենիքում, չարդակախտել։ Եվ այդ հարցը իրենք պիտի լուծեն եւ պիտի հեռանան, ժողովրդին վերադարձնեն իր արժանապատվություն, իր աշխատանքը, իր հացը։ Այսինքն այս հետաձգումը ձևական է համարում։ Որ հետաձգումը։ Այս օրենքի հետաձգումը մինչև հուլիսի 30-ը։ Կարծում եմ ժողովրդի բահանջի բայկարի արդյունք է եւ ժողովուրդը պիտի չնահանջի, ինքը պիտի առաջ գնա եւ ընդհանրապես այս օրենքը պետք է փոխվի։ Հա, որտեղ այս օրենքը ներառում է կոռուպցիոն մեծ իրականություն, ոչ թե ռիսկեր իրականություն, որտեղ մեծերը, օլիգարխները, իշխանավորները շարքային քաղաքացիների հաշվին միլիոններ են դիզում, իսկ ժողովուրդը թղթերի ետևից պիտի գնա, որ մի հատ հաց լինի սեղանի վրա։ Ձևական է եւ անհեթեթ է եւ ամոթ է։ Ոչ մի քայլ չէր նախաձեռնվել օրենքի գոնե փոփոխության համար։ Հետևաբար մենք առիթ ունենք չվստահելու, որ մի քանի ամիս հետո նույն բանը չի կրկնվելու։ Եվ մեկ բան, պատվիրակության կազմով բարձրանալ վերև և հայտարարել, որ ամեն ինչ կարգին է, մենք այսօր փաստում ենք, որ դեռ ամեն ինչ կարգին չէ։ Մենք ունենք այս որոշման մեջ նաև ունենք շատ մի վտանգավոր դրույթ, որը միտված է բաժանել ոլորտը մի քանի հատվածի։ Մենք նախկինում ինչպես բազմիցս ասել ենք և հայտարարել ենք, որ մենք միասնական ենք և մեկս մյուսի հոգսերով ենք ապրում։ Մեզ տարանջատել թույլ չենք տա, մեզ բաղդատել թույլ չենք տա և չենք համաձայնվի դրա հետ։ Օրենքի ժամանակավոր կասեցումը դա դեռ ոչինչ չի նշանակում։ Չի նշանակում նաև այն, որ օրինակ Ալավերդյան Արմենը իր առաջին ելույթում պնդում էր, որ օրենքը փոփոխման կամ կասեցման ենթակա չէ։ Հիմա պետք է փաստենք, որ նույն Ալավերդյան Արմենը կամ կաղում է իր պրոֆեսիոնալ գիտելիքներում, կամ սպասարկում է որոշ խոշոր բուրժուաների շահերից։ Հետևաբար, և առաջին, և երկրորդ դեպքում տվյալ անձը չի կարող բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, որը կարող է վճռել ժողովրդի գոնե ինչ-որ մի հատվածի ճակատագիրը։ Մենք չենք վստահում տվյալ մարդուն և հայտնում ենք մեր անվստահությունը, որպեսզի նա այլևս իրավունք և հնարավորություն չունենա զբաղվել մեր ապագայով կամ մշակել ինչ-որ հարկային կամ մաքսային մարմինների հետ կապված օրենքի նախագծեր։
չէ, արդեն երկրորդ անգամ է, չէ՞ հետաձգում։ Այսինքն ըստ էության ստացվում է, որ կառավարությունը 1 տարի օրենքը չի կարողանում ուրեմն դիրակման մեջ դնի։ Այսինքն լուրջ իրանքել են հասկացել, որ լուրջ խնդրեմ կա։ Ուրեմն մենք հետաձգում, բայց մենք կողմնակից ենք, որ արագ լուծում տանք այս հարցի։ Ժամանակ